2011 թվականից Ադրբեջանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի 3 գիտնական ուղևորվում են Իտալիա, Հռոմ, Վատիկան, որտեղ որոշում էր կայացրել, որ իրենց տրամադրվում է արխիվ, ընդ որում նաև որտեղ կան գաղտնի փաստաթղթեր, այսինքն այդ փաստաթղթերը մատչելի չեն բոլորին, բայց այդ 3 գիտնականներին նման հնարավորություն ընձեռվում է։ Եվ այսպես 2011 թիվ ինչ փաստաթղթերի մասն է խոսքը։ Հարյուրամյակներ առաջ ըստ տարածաշրջան տեր ու տնօրինություն արել Պարսկաստանի Սեֆյանների այսպես շահական սերունդը, շահեր, որոնք պարսիկ չեն եղել ազգությամբ։ Տարբեր գնահատականներ կան, մի մասը ասում է Ալթայից եկած թուրքական ցեղերն են, բայց որոշակի այդպես նաև գնահատական կա, որ դրանք ավելի շուտ այդ տարածքներում ապրող քրդեր են եղել։ Այս գիտնականներին տրվում են փաստաթղթեր, որտեղ գիրը բնականաբար արաբերեն տառերով է, բայց լեզուն ըստ արդեն ադրբեջանական աղբյուրների լեզուն ադրբեջաներն է։ Տրվում են փաստաթղթեր, որտեղ հիմնավորվում են, թե ադրբեջանական լեզուն, որը կայացել է պատկերացնում եք 16-րդ, 17-րդ, 18-րդ դար։ Իդեպ մեզ լսողներն ասենք, որ ադրբեջանական լեզուն պաշտոնապես ընդունվել է որպես լեզու 1936 թվականին, ոչ ավել եւ ոչ պակաս։ Եվ այսպես այդ անձանց տրվում են փաստաթղթեր, որոնք թարգմանվում են իդեպ երկու պետությունների միջև հարաբերություններ, լինի տնտեսական, ռազմական, անվտանգային այցելություններ եւ այլն։ Եվ հետաքրքիր այն է, որ դրանից հետո Ադրբեջանի Հանրապետության եւ Վատիկանի միջև բավականին խիստ եւ ջերմ հարաբերություններ են ստեղծում։ Այնքան ջերմ, որ Ադրբեջանը սկսում է Վատիկանում ինչ որ տնտեսական պրոյեկտներ անել, բարի գործություններ անում։ Ազգային ակադեմիայի գիտնականների կողմից այդ բերած փաստաթղթերի թարգմանությամբ բարձում է, որ Սեֆյանների ժառանգության իրավաքաղաքական հաջորդողը կամ որ պետությունը կրող ոչ ավել ոչ պակաս դիտվում է որպես Ադրբեջանը, թեև Ադրբեջան-Բաքու մայրաքաղաք Սեֆյանների ժամանակ չի եղել։ Սեֆյանների մայրաքաղաքները, ասենք, Սպանն է եղել, Թավրիզն է եղել, որտեղ ներկայիս Ադրբեջան, ազերիների բնակատեղին է։ Բայց կապ չունի, բարձում է, որ իրավաքաղաքական եւ պատմական ժառանգորդը դա ներկայիս Ադրբեջանն է։ Ավելին, երբ Ալիևը 2 տարի առաջ նման գնահատական տրվեց շատերի մոտ, ասենք ժպիտ, քմծի ծախ առաջացեց, երբ Ալիևը ասում էր, որ Դերբենտը իրենց պատմական հայրենիքի մի մասն է։ Դերբենտը Ռուսաստանի Դաշնությունում է, Դաղստանում է, Ռուսաստանի ամենահին քաղաքներից մեկն է։ Բարձում է, որ Սեֆյանների ժամանակ այդ քաղաքը Դերբենտը եղել է Սեֆյանների կայսրության մի մաս։ Ընդդեմ կայսրության սահմանները այդպես զուտ պետություններով նկարագրել են Հարավային Կովկաս, Հյուսային Կովկասի մի մաս, Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Միջինասիական 2-3 հանրապետություն եւ Իրանի մի մասը։